Ադրբեջանական տարբեր բաց հարթակներում ամենօրյա ռեժիմով են հրապարակվում լուսանկարներ ու տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցի վանդալները քանդում, ավերում հայերի տները Արցախում։ Կան նաև արբանյակային լուսանկարներ։ Արցախի նախկին օմբուդսմեններ Արտակ Բեգլարյանն ու Գեգամ Ստեփանյանը, նաև հայ իրավապաշտպաններ երկրորդ փուլով հավաքագրում են տվյալներ Արցախի հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ միջազգային իրավական գործընթացների համար։ Վերջնական նպատակը իհարկե վերադարձի իրավունքի վերականգնումն է, բայց մինչև դա պետք է անհատական գույքը պաշտպանել։ Իհարկե ամենակարևոր հանգամանքը բռնի տեղահանման փաստերը ներկայացնելն է կամ հանգամանքները ներկայացնելն է եւ ցույց տալ, որ մարդիկ վերադառնալու հնարավորություն չունեն։ Գլխավոր պահանջը վերադարձի ապահովումն է, իհարկե նաեւ մարդկանց մասնավոր սեփականության պաշտպանության ապահովումը այնքանով որքանով հնարավոր է։ Օրերի կամ ամիսների հարց չէ, ասում են իրավապաշտպանները, պետք է հաշվի առնել, որ դատական որոշումները կլինեն տարիներ անց։ Հնարավոր որոշումները կարող են վերաբերվել արցախցիների վերադարձին, գույքի պաշտպանությանը, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը, բայց նաև այս անհատական հայցերի առաջին կարճաժամկետ կարևոր էֆեկտը կանխարգելումը կարող է լինել։ Մենք տեսնում ենք, որ օրեցօր այդ դեպքերը շարունակվում են, ելնելով այն սկզբնակետից, որ եթե օրինակ դատարանում անհատական 1000 կամ չգիտեմ 3000, 5000 գանգատներ լինեն քանդված գույքի մասով, մյուս անգամ ադրբեջանական իշխանությունները մի քիչ ավելի երկար կմտածեն հերթական գույքը ավերելու ուղղությամբ։ Այս հայցերը որպես անհատական դեպքեր նաև հիմնավոր փաստարկների ու հավաքագրված տեղեկությունների ամբողջական ու համապարփակ արխիվ կարող է լինել։ Եվ եվրոպական դատարան եւ ՄԱԿ-ի կոնկրետ կառույցներ, ՄԱԿ-ը ունի կիսադատական, ավելի շատ մոնիթորինգային մարմիններ, բազմաթիվ մեխանիզմներ կան, որոնք կոնկրետ դեպքերի կամ կոնկրետ կարգավիճակով անձանց են վերաբերում եւ այս փաստերի հավաքագրումը նպատակ ունի համապատասխան դիմումներ պատրաստել կամ փաթեթներ պատրաստել տարբեր մարմինների համար։ Ինչ քայլի պետք է դիմի Ադրբեջանը, եթե ենթադրենք հազարավոր բավարարված նման գագաթներ կլինեն։ Ուղղակի հաջորդ քայլը կամ պետք է դրանք կատարի, կամ պետք է դուրս գա եվրոպական կոնվենցիայից։ Քանի որ հայցերը անհատական են, այստեղ իրավապաշտպանները շեշտում են, նույնիսկ եթե Հայաստանը որոշի միջազգային ատյաններից հայցերը հետ կանչել, ապա այս պայքարին վտանգ չի սպառնա։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։